Ողջույն, ես Դավիթ Ռակուրսն եմ, մենք այսօր պատրաստում ենք առանց սահմանի հերթական թողարկմանը։ Այսօրվա մեր հյուրը, կամ երևի մենք ենք իր հյուրը լինելու, Գիտակերտի Արտուրն է, ով մեզ խոստացել է շատ հետաքրքիր ու ինֆորմատիվ ճամփորդություն։ Նախքան լեռնային ճանապարհները բարձրանալը, ես պետք է վստահ լինեմ, որ մեքենան կդիմանա այդ փորձություններին։ Դրա համար գնացինք։ Որպես ճանապարհի հուսալի ընկեր ընտրում եմ Golf-ը, որտեղ վստահ եմ վառելիքի ուժի եւ հուսալիության վրա։ Այսօր կլիցքավորենք մեքենան Golf-ի GeForce Premium տեսակի վառելիքով, որպեսզի ապահովենք շարժիչի հզոր աշխատանքն ու կայուն ընթացքը նույնիսկ ամենադժվար պայմաններում։ Սա հենց այն է, ինչ մեզ անհրաժեշտ է ցանկացած էքստրեմալ ճամփորդությունից առաջ։ GeForce հուսալիություն, որը սահմաններ չունի։ Ողջույն բոլորին, ես Դավիթն եմ։ Իսկ ես Արենը, եւ դուք դիտում եք առանց սահման հաղորդումը։ Եվ մենք այսօր կունենանք շատ հետաքրքիր հաղորդում Գիտակերտի հետ։ Իսկ ով է Գիտակերտը, եկեք իրար հետ ծանոթանանք։ Ճիշտ ժամանակին հասար։ Ո՞նց է։ Ողջույն բոլորին։ Ով չգիտի, ասեմ, որ ինքը Արտուրն է, այսօր մենք ունենալու ենք հետաքրքիր օր։ Ինձ խնդրում եմ ասա, ինչ ես պատրաստել մեզ համար։ Այսօր ինչ ենք արելու։ Այսօր գնում ենք Իջևան, չեմ ասում կոնկրետ որտեղ ենք գնում, կգնանք ճանապարհին կիմանանք, ավելի ճիշտ կհասնենք տեղ նոր կիմանանք, հետաքրքիր մի հատ բերդ կա, գնում ենք այնտեղ նկարահանում անելու։ Ուրեմն գնացինք, եկեք տեղավորվենք մի անգամից ու ճանապարհանք։ Ու գնանք։ Կինոն սկսվա։ Վայ, ես ինչ տաքած էր մեքենայի մեջ։ Դե դրսից հաստատ։ Ջոկից չէ, ուզեցան գանք ու սենց եղանակ, չգիտեմ ընդեղ ոնց է լինելու։ Ինձ դուր ռոմանտիկ է լինելու։ Իրականում լավ է, բայց ամենայն հավանականությամբ ընդեղ այնպես ձուն է լինելու, որ մենք չենք կարողանալու բարձրանալ։ Եկեք ամեն մեկս իր կարծիքն ասի, ինձ թվում է այնտեղ ստեղից տաք է լինելու ու ձուն չի լինելու։ Ինձ թվում է չէ։ Ինձ թվում է, հա, եթե անկյաց, որտեղ ես երբ եղել եմ, մի քիչ այնտեղ կլիման ավելի տաք է։ Կաղա դու գարու։ Ճիշտ է, ամառն եմ եղել, լավ։ Լավ, արի ծանոթանանք, հա։ Լավ, այ ախպեր, Արտուր անունս։ Լավ, Արեն, բայց գիտես ինչն է ավելի հետաքրքիր։ Չէ, գիտես ինչն է ավելի հետաքրքիր, որ բոլորը քեզ գիտեն որպես Գիտակերտի այն տղեն։ Ահա։ Ուզում եմ նախ առաջինը բոլորը իմանան, որ Գիտակերտի այն տղու անունը Արտուր է։ Ու կուզենամ, որ շատ մարդիկ, ովքեր որ չգիտեն ինչի համար է Գիտակերտը ծնվել քո գաղափարը, որն է եղել, հա։ Դրա։ Արի հերթով հարցիր անդրադառնանք, որ բամանիշ հերթով ինչի Գիտակերտ։ Իրականում նես չի, որ սենց պրոստը սենց լամպոչկի պես վառվեց մեր գլխի մեջ, վայ Գիտակերտ ենք անում, այդ մոտավորապես մի 8-9 տարվա պատմություն ունի։ Միջև Գիտակերտը մենք զբաղվել ենք մտքարանով Արամն էր զբաղվում հիմնականում, Սպոլյան եմ, Արամի հետ առանձին կունենանք։ Հա, խնդիրը նրանում էր, որ մաքսիմալ շատ Սփյուռքում հայկականության մասին խոսացվի ու ստեղծվի մի հատ հարթակ, որտեղ օրինակ հայերը հավաքվելու են հայկականության շուրջ, ու այդ ընթացքում բնականաբար գիտելիքներ են ստանալու, ինչի համար է Գիտակերտ, որովհետև մենք այդ մեր 8-9 տարվա կատարած աշխատանքի արդյունքում հասկացել ենք, որ առանց գիտելիք չկա գիտակցություն, դրա համար Գիտակերտ բառը ինքը մի հատ նախադասություն բան է, կարճ մի բառն է, գիտակցության կերտում գիտելիքի միջոցով։ Հիմա որ Instagram-ի էջը մտնեք Գիտակերտի տակը գրած է գիտակցության կերտում գիտելիքի միջոցով։ Մենք անունների վրա մեր ծրագրերի մոտավորապես մի 2 ամիս մտածում ենք եւս մեկ բան կա, ոնց որ կարևոր կետ կա, որ մարդը օրինակ լսի անունը ինքը հասկանա ինչի մասին է խոսքը։ То есть դու որ լսում ես մտքարան, դու գիտես այդ արդեն հասկանում ես, որ վայր է, որտեղ ծնվում են մտքերը ու հետեւաբար ինքը ինչ որ գիտելիքի հետ կապված բան է լինելու։ Գիտակերտ, այսինքն գիտելիք կերտել, հետևաբար կամ գիտակցություն կերտել, սենց ինչ-որ բան է, բայց Գիտակերտի մեջ մենք մի քանի հատ բառ ենք դրել, մենք պարտադիր ուզում էինք տենց անենք, որ ինքը
կարծես ինչ որ Արցախի հետ ինչ որ երանգ ունենա ու կերտել բառից բացի վերջը որ դրել ենք Գիտակերտի դրանից բացի մենք այն միտքն էլ ունենք դրա մեջ որ Ստեփանակերտ ինչ որ Արցախի հետ էլ կա Դե տենց էլ է հա մի հատ դուրս գանք սուրճ կմենք ու շարունակենք Դեռ իմ ասած Իջևանը չենք ասա Բերթավան ենք գնում ժողովուրդ Գնում ենք Բերթավանի ամրոցը նկարելու մեր հարևան պետությունից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա է գտնվում սահմանից Այնպես որ եթե չեք լսել Բերթավանի մասին, այսօր համ կլսեք, համ կտեսնեք Համ էլ կտենակ այդ ամրոցը ու խորհուրդ եմ տալիս չվախենաք ճիշտ է վտանգ կա, բայց անպայման եկեք տեսեք, հմայվեք, նկարահանվեք ու ցույց տվեք ամբողջ աշխարհին թե ինչ ամրոց ունենք 11-րդ դարի 11-րդ դարի ամրոցը, որը վերակառուցվել է, եթե չեմ սխալվում, 17-րդ դարում։ Իսկ մի հատ էլ կարևոր բան կա, որ պետք է հիշեցնել։ Այո։ Հետևեք մեր էջերին։ Likes did likes։ Կներեք, որ առանց սահման։ Հա, կներեք, որ մեջքով եմ կանգնած։ Չէ, հետևը առանց սահման։ Շարժվենք գնալու։ Հա։ Չգիտեմ դու Տիրանին գիտես թե չէ, բայց կծանոթացնեմ։ Չգիտեմ, բայց սիրով կծանոթանամ։ Տիրանը Տավուշի մարզում տենց ինքը գիտա ու լիքը տեղեր գիտի, որը որ մենք չգիտենք։ Խես դու միշտ կներես, խես դու միշտ մեջքով կանգնում։ Placement անում։ Հա։ Ինքնա բրենդի զարգացում ենք։ Այո։ Մի խոսքով Տիրանին կվերցնենք Իջևանից ու կշարժվենք արդեն քո ասած լոկացիա։ Հա, գնանք։ Համ մեզ կօգնի, համ ինքը Համ էլ Տիրանի հետ կշփվենք, տենանք կծանոթանանք, կշփվենք։ Պակոնյան։ Ադզիով չենք, պամաշինամ, լավ։ Давай ինտերակտիվ մտցնենք, էլի, ես։ Давайте։ Ուգադայի միլոց, ոնց որ առաջարկում ենք։ Բայց ինչ որ մեկը պետք է այդ երգը երգի, տենց տիպը նվնվա։ Երկելով թե պրոստը միացնեն տենց մինչև նայեք YouTube-ը ստե չի գրում։ Ես առաջարկում եմ իմ հեռախոսը տամ քեզ։ Դու դնես։ Մենք է փորձենք կռահենք։ Давай։ Իսկ լուչից էլ նա հայրը։ Գնացին։ Հիմա ուշադրություն տենանք։ Ահա։ Քանի նոտայից եք ուր կռահում։ Մի րոպե։ Մի հատ հարց։ Ահա։ Ասենք ես առաջինը կռահում եմ, ինչ եմ անում։ Որտե սխմեմ, որ Գլխիս ախ։ Առաջինը կռահողը մեքենայից դուրս է գալիս։ Գլխիս վրի կնոպ ենք սխնես։ Okay։ Ծնգալու է։ Գնաց։ Այս ինչ որ Երևանյան Մինայինը։ հին մեղեդիալի։ Gorgeous Beats։ Չէ։ Երևաց։ Լսեք ուշ։ Հա, այս տիպի, հա։ Այս Ռուբեն Մաթևոսյանն է։ Չէ։ Էսա կսկսի կջոգի։ Ճիշտ է։ Հասկանաս ինչ է նշանակում։ Շաղով, հա։ Ես իմում հարցանիքի զալից Գասամանի ծառի տակ։ Ասած հեղինակի։ Իմ ռեպերտուարի մեջ չկա ասած։ Ամաց ասեք իսի։ Աբե, ոնց կարայինք մեկ էսի ասել։ Կա ինչ որ գիրք, որ դու բարբերաբար կարդում ես։ Մի գիրք, որ տենց բարբերաբար ընթերցում ես։ տենց բան չկա։ Հիմա օրինակ բանն եմ կարդում։ Կստացի երկրորդ անգամ եմ կարդում բանը Վանոն ու Վազգեդը։ Շատ հզոր գիրք է, խորհուրդ եմ տալիս կարդաք։ Ավելի շատ ես հիմա ուսումնասիրում եմ մեր նորագույն պատմության շրջանում գտնվող մարդկանց Հայաստանի Հանրապետության անկախության թեման, կազմավորման թեման,
մարդիկ, ովքեր կանգնած են սկզբում, այն մարդիկ, ովքեր այդ անկախությունը կարողացել են ձեռք բերեն եւ պահեն։ Հիմա ես ավելի շատ դա եմ ուսումնասիրում, որովհետեւ ինձ թվում է հիմա հայրենասիրությունը ու հայրենասիրության հետ կապված ցանկացած բան ինքը վերջում դառնում է պաթոս ու հարաբերական գաղափար։ Կենաց կակրած վերջերս որ գրել էի Instagram-ում։ Անկամ ազատ ժամանակս երևի ավելի շատ անցնում է երաժշտության մեջ, որովհետև ես այդ երաժշտությունից տեքստերից լիքը գաղափարներ եմ վերցում, որոնք որ կարողանում եմ օգտագործեմ թե իմ աշխատանքի մեջ, թե իմ մտքերի, որոնք որ պետք է հետագայում շարադրեմ։ Top 3 երաժիշտները։ Հայկական։ Հա, երաժիշտները։ Կլասիկա լսում ես։ Կարելի է ուրեմն Արնո Բաբաջանյան։ Այս 3-2-1 ենք անում, թե 1-2-3 ենք անում։ Կարանք անենք 1-2-3, Արնո Բաբաջանյան։ Կոմիտասին համարում ենք երաժիշտ։ Հա։ Ուրեմն Բա ինչ համարենք։ Առաջին ինքը Ես թվում է Տեր հայր չես համարում իրան, էլի, ավելի շուտ երաժիշտ ես համարում։ ինձ եթե անկեղծ ֆիլմերն է հետաքրքիր։ Դե եթե փոխում ենք տեղերը, ուրեմն առաջինը Կոմիտաս Արնո Բաբաջանյան Զախար։ Okay։ Դաժե կարանք Զախարութին անենք, Արամ Խաչատրյան դնենք, դե լրիվ դասական սարքենք։ Իսկ եթե ռեպեր Միշո Չիլաֆելո։ Անգամից երրյակը Արդեն գիտեր ինչ պետք է ապատ։ Որովհետև ես միշտ եմ իրանց լսում։ 3-3-ն է, էլի։ Հա, 3-3-ի մասին է խոսքը, դաժե եթե 4 ասես իրանց այդ բանը կսած կոմբինացիա բնականաբար սեր առանց Սերժովանց կարանք ընդհանուր կոմբինացիա հատանք իրան մի քանի հոգի ասենք, բայց իրանք առանձին էլի հզոր տպերան։ Իսկ ֆիլմ, բայց կամ հայի մասին կամ հայկական։ Այսինքն այդտեղ կարա Արամը լինի, Մայրիկը, նաև այդ բանում էլի։ Մայրիկը 100%, դա դաժե կարելի է առաջին դնել։ Կյանք ու կռիվ առաջինը իմ համար շատ այնպես հզոր լիքը մտածելու տեղ տվող ֆիլմ է։ Իմ համար կլուչիվոյ բանը կստացի բանի մեջ, կյանք ու կռիվ առաջինի մեջ, որ Դավիթ Հակոբյանը իր թորին ասում է, բայց վախենալով մի գնա մեռի, չէ, բայց վախենալով մի ապրի։ Այդ շատ ուժեղ է։ Ինձ թվում է այդ սաղ կինոն հենց այս արտահայտության համար է, այդ սաղ կոնստրուկցիան այդ արտահայտության համար է։ Երրորդը երևի կարելի է բան անել մեր բակը Դե կարա լինի։ Պրոստը ինքը սերիալներով է, ես գաղափարի մասին եմ ասում։ Կյանք ու կռիվն էլ առաջինը ասեցիր։ Okay, լավ, ուրեմն մեր բակ առաջինի մասին է խոսքը գնալու։ Ինչի համար, որովհետև իմ կարծիքով մեր բակ առաջինը էլի 90-ականների սկզբի ժամանակաշրջանի հետքն է, որ դու եթե ուզում ես իմանաս 90-ականների սկզբին օրինակ մոտավորապես ինչա տեղի ունեցել, դու կարաս բանին Ինչ կենցաղ ա եղել։ Հա, դու կարաս մեր բակ մեկը նայես ու մոտավոր պատկերացում ունենաս ու ինչու՞ չէ նաև համեմատես մեր օրերի հետ ու հասկանաս թե ինչն է փոխվել, ինչն է մնացել նույնը։ Ինչը որ էլի խորին ցավով եմ ասում, էլի։ Մի հատ հարց։ Ինչ հնարավորություններ ես ունեցել, որոնցից հրաժարվել ես, որ հիմա անես էլ ինչ որ անում ես։ Հրաժարվել եմ օրինակ այլ պետության մեջ, չեմ ասի շքեղ, բայց լավ կյանք ապրել։ Ես հրաժարվել եմ օրինակ Ռուսաստանում լավ ապրելուց, ունենալով բոլոր հնարավորությունները հայկական գաղափարներով ինձ լավ զգալու։ Բոլոր առումներով։ Հեշտ էր։ Հրաժարվել է։ Հա, կիստ։ Այսինքն Ուշա պատճառը ո՞րն էր։ Հայաստանը, ես ուզում եմ գամ Հայաստանում։ Իմաստը ո՞րն է կյանքդ ապրես ուրիշ պետության մեջ, հարստացնես ու շենացնես ուրիշ պետությունը, եթե դու կարաս քեզ թույլ տաս մի քիչ նեղ ապրես, բայց հարստացնես ու շենացնես քո պետությունը։ Իսկ տեղափոխվելը ստեղ տենց հեշտ ստացվեց, դժվար ստացվեց, այսինքն ձեզ տեղ ինչ որ տենց սպասող թիմ կար կամ մարդ կար, ուզես
գոնե սկզբից օգնեց, թե դուք ձեզնով եկաք։ Մենք լրիվ մեզնով եկանք, գումար կուտակեցինք, եկանք ստեղ ու մենակ ես ու Արամն էինք, ոչ ոք չկար։ Ես եկա Հայաստան ու հեռախոսս վերցրեցի, սենց ինչ-որ ուրախություն կար, որ ես վերջապես Հայաստանում եմ ու սենց ուզում եմ զանգեմ ընկերներից տեղյակ պահեմ, ես այդ ժամանակ երևի ավելի շատ գիտակցեցի, որ իրանց կորցրել եմ, էլի, սենց հեռախոսը վերցրել եմ, ուզում եմ զանգեմ, սենց համարները նայում եմ տղեկի, մեկ էլ, հա, օրինակ Տիգրանին եմ ուզում զանգեմ, մեկ էլ հիշում եմ, որ ինքը պատերազմի ժամանակ Հադրութում մահացել է, չգիտեմ, ու սենց ամեն անգամ թերթում եմ ինչ-որ ում ուզում եմ զանգեմ, իրանք չկան։ Մենակ մի հատ ընկեր ունեի ստեղ այդ ժամանակ Արմեններ ու մենակ ինքն էր, որ ես իրան սենց զանգեցի ու ինչ-որ ձև տենց, չգիտեմ, ցավով, երջանկությամբ եւ այլն, ես այդ էմոցիաները մենակ իր հետ կիսեցի, որովհետեւ ինքն էլ էր այդ արժեքի կրողը ու ինքն էլ էր ցավում դրա մասին։ Ինչի որոշեցիր մասնակցես մեր հետ հաղորդմանը։ Ֆորմատը դուրս եկավ։ Օրինակ շատ մարդիկ ասում են՝ «Խի առանց սահման, ինչի առանց սահման»։ Տակ հենց իմաստը դրա մեջ է, որ առանց սահման է։ Դեմ կարճ կարած դու քո պատկերացրածը նկարագրես։ Իմ պատկերացրածը, երբ որ իմ համար առանց սահման, որ դու ասեցիր առանց սահման հաղորդումը, առաջի բանը, որ մտքովս անցավ, դա էնա, որ то есть ֆորմատ գոյություն չունի, պրոստը իրար հետ ինչ-որ շփվում ենք մի հատ աղվեր։ ու պլյուս որպես приятное дополнение կներեք հայերենով ես Ես որ ասում էի Հաճելի լրացում։ Որպես հաճելի լրացում գնում ենք ինչ-որ X վայր, բայց այդ վայրը օրինակ ռեստորան կամ չգիտեմ եսի ինչ չի, այլ ոնց որ պատմական արժեք ունեցող։ Այո, պատմական արժեք ունեցող վայրը։ Միշտ չի որ այդ ձև, հա, ուղղակի ըստ մարդու, հա, ըստ հրավիրված մարդու, քո հետ դժվար թե օրինակ գնայինք դահուկներ քշենք, որովհետև դու կընկնեիր կջարդվեիր Արտուր ջան։ Կոնցեպտով ջարդուխուրդ կլինի։ Ջարդուխուրդ կլինեիր, հա։ Բացի այդ էլ իմ համար հետաքրքիր էր մեկ էլ են, որ ես կարամ վայրը ասեմ, որտեղ կարանք գնանք, ճիշտ է մի քիչ դժվար էր ընտրությունը վայրի, բայց ընդհանրապես ուրիշ մաս էինք։ Հա, մենք вообще Արարատի մարզ էինք ուզում գնայինք, բայց հետո հասկացանք, որ ավելի լավ է բան չանենք, չդավաճանենք մեր սկզբունքներին եւ գնանք ոնց որ սահմանամերձ գյուղ, սահմանից դուրս։ Հա, առանց սահման գյուղ գնայինք։ Սահման բառը խաղարկենք, էլի։ Հա, բերեք, հա, համել դու մեջքով կայնի։ Խնդրում եմ մի հատ էլ նկարեք։ Մեջքով կան։ Հա, ու չպտտվես հանկարծ։ Ես ճիշտ եմ հասկանում, որ ես հիմա լոգոտիպ եմ։ Այո, դու լոգոտիպի դեր ես տանում։ Միջև տղեկը սեղան են դնում։ Ես դա բան են, բագաժնիկ են։ Հա, քանի տղեկը բագաժնիկ են փռում, մի հատ հարց։ Դավո, հա, խի Դավիթ ռակուրս։ Ասեմ, ռակուրսը։ Ես ոնց որ ամեն հաղորդման մեջ միլիոն հարցեր։ Լուրջ, էլ ուրեմն մի հա բան արա, կարաս չասես ես հետո գնա։ Ասեմ, ռակուրսը Մեջքով մի կայնի, արդեն քո մասին է խոսքը, ոչ թե ծրագրի։ Չէ, ռակուրսը իրականում էդի այլ կարծիքի, այսինքն ուրիշ տեսակետ, այլ դիրքից դիտելու իմաստ ունի, որովհետև ես միշտ չէ, բայց կային բաներ, որ sense մտածում եմ, всё, էս sense է։ Իսկ երբ փոխվավ քո մոտ։ Երբ քո ռակուրսը լայնացավ։ Ասեմ, երբ փոխվեց, երբ որ ես հիացած նայում էի աճպարարի իր ֆոկուսներին։ Ու մի անգամ ինձ բախտ վիճակվեց այդ ամեն ինչը նայել հետևից։ Ես սարսափելի աճպարարի հետևից։ Հա, ու հասկացա, տեսա բոլոր ֆոկուսները, ամեն ինչ դարձավ անհետաքրքիր ու փոխվեց։ Փաստորեն ստացվում է այնց, որ ռակուրսը քո, իդեան քո ռակուրս դնելու, ավելի ճիշտ անունը ռակուրս դնելու իմաստը կայանում է նրանում, որ դու քո համար բացահայտումներ ես անում տվյալ ցանկացած բանը կարելի է այլ դիրքից նայել ու վերլուծել։ Այսինքն Վայ, շնորհակալ եմ շատ։ Բացարձակ ավտորիտետ ասածը, որը չկա։ Հա։ Այսինքն եթե խորանանք ինչ-որ բան վերլուծենք, կարանք եւ լավ եւ վատ բաներ գտնենք։ Դրա համար ես հասկացա, որ պետք է ամեն ինչին վերլուծել, մի քանի տեսանկյունից նայել ու որոշեցի, որ դա շատ հարմար։ Հա, շատ հետաքրքիր բան ես ասում։ Սենդվիչ է։ Հա։ Ընտիր։ Ես օպերատոր ջան առաջարկում եմ մենք անջատենք
ուզում եմ ասեի համակարգիչը, կամերան եւ անցնենք։ Խնդրում եմ, էլի հյուրեր ունենք, իրանց էլ նկարենք։ Լավ, շարունակենք։ Ապա օրինակ ենթադրենք Վազգեն առաջինի մասին վիդեո եմ անում, ունդ է տակը կոմենտների մեջ կամ ինձ են գրում ախպեր, տենց հերոսացնում եք իրան, դուք չգիտեք, որ Լուսինե Զաքարյանի սիրածն ա եղել բանես, ու մենք ուսինց ինչ-որ բաներ ենք խոսում։ Այդ խոսքի ում ա հետաքրքիր ով ում սիրածն է, խոսքի կամ ով ինչա արել։ Այո, վերջին հաշվով, երբ որ մարդը կյանքից հեռանում է, իմ կարծիքով իրանից հետո իր արած գործն է մնում, այլ ոչ թե այն թե ինքը ինչ ա արել։ Խոսքի ում է այսօր հետաքրքիր իմ անձնական կյանքը, ես ում հետ ինչ եմ անում։ Ես վստահ եմ, որ շատ մարդկանց հետաքրքիր է։ Մեռնելուց հետո էլ, իհարկե, եթե չեն խոսացել դրա մասին, ապա հետաքրքիր է։ Հիմա շատ աղջիկների է հետաքրքիր։ Խնդիրը հետևյալն է, դա ոնց որ ազգի մեջ նստած է, ուրիշի կյանքով ապրելը։ Այդ մենակ նենց չի էլի դու ես կամ չգիտեմ Վազգեն առաջինն է։ Մարդիկ սիրում են իրենց կյանքը թողնեն, ուրիշի կյանքով հետաքրքրվեն, ապրեն, գիտները խոթեն։ Ապա նու չի կարելի։ Ուրիշ հարց է, կարելի չի կարելի։ Ես օրինակ, ես իմ էությամբ տենց մարդ եմ, որ իմ համար բացարձակ մեկ է, ով ինչով է զբաղվում, ում հետ ինչ կոնտակտի մեջ, հա։ Իմ համար էլ ու աղբորս համար էլ բնականաբար որ ես ասում ես աղբերս այդ է բանը մի քիչ Արուսի ու Մուրադի բանը լրիվ ուրիշ ձև է էլի մեր համար բացարձակ մեկը ով ինչով է զբաղվում բանով սս տնավարի ասած մենք գլուխներս կախ մեր գործն ենք անում ու եթե հանկարծ ինչ-որ մեկի մասին էլ ինչ-որ թեմա կա որ մենք պետք է ուսումնասիրենք ու ներկայացնենք այդ մարդուն մեզ բացառապես միայն հետաքրքրում է այդ մարդու կատարած աշխատանքը հայանպաստ կատարած աշխատանքը то есть ինքը իր կյանքում իր աշխատանքով ինչքանով է նպաստել հայկականության զարգացմանը նպաստել կամ խանգարել հիմա պատկերացնում ես խոսքի այն ժամանակը որ ես ծախսում եմ չգիտեմ այդ մարդկանց բացահայտելու վրա այսպես ասած պետականության, հայկականության տեսանկյունից դնեմ ծախսեմ նրա վրա, տենամ թե ինքը իր անձնական կյանքում ինչեր է արել ում հետաշփվել բան։ Ես լրիվ համաձայն եմ։ Ճիշտ է, դա եթե օրինակ զբաղվես դրանով կարող է լիքը ոնց որ հետևորդները ավելանան, ոնց որ ցանկացած այն կեղտոտ ոնց էր ասում, գրազնեի բիլի, այսպես ասած ներքին կյանքը, անձնական կյանքը միշտ ավելի հետաքրքիր կարա լինի, քան ինչ-որ արժեքավոր նյութ ասելիք, բայց ես տեսնում որ Արտուրը ու եղբայրը շեշտը դրել են հենց ասելիքի վրա բովանդակության գաղափարի։ Ախպեր ես հիմա դնում եմ երաժշտություն հայկական, հա, իմ շատ լավ ընկերոջ։ Ուրեմն Գորգեուսն է։ Լավ չդնեմ հիմա։ Դե եթե երաժշտություն լավ, դիր, բայց դիր Գորգեուս միշտ կարելի է։ Լուրջ եմ ասում կարելի է իրան անվերջ լսել։ Իր էլեգյան Երևանյան մեղեդիները, տղամարդիկ։ Ախպեր բանը, այդ ոլորտում բանա փոխել հիմա Իմիջայլոս։ Ապա գորը կոնկրետ տրամաբանություն է փոխել ու շատ տաղանդավոր է։ Ինքը շատ լավը պահել է, դարձնելով ժամանակակից այդ դրա համար ինքը ստեղծել է այն, ինչի կարիքը որ մենք ունեցել ենք, բայց չենք զգացել դա։ Այսպես դգարան։ Հա, չեմ առաջ այդ կարգի երաժշտություն կարող չլսի իր ասել, լավ հինա, չէ։ Հա։ Հինա բան, բայց դու որ ժամանակակից ինչ որ մթնոլորտ ես տալիս հնին։ Մենք մեջ սիրում ենք ասենք, որ բովանդակությունը թողում ես նույնը, բայց ձևը փոխում ես, բայց փոխում ես նենց, որ հանգարց չարժե զրկես։ Հիմա ինքը կոնկրետ կարացել է դա անի։ Բարև։ Սպասում ենք Տիրանին։ Հա։ Էսա թող գա։ Գնացինք, դավայ նստի։ Արտուր, Տիրան, ուրախ եմ շատ, նմանապես Դավիթ։ Մենք ծանոթ ենք։ Վաղուց։ Եկեք հիմա հասկանանք, թե որտեղ ենք մենք հիմա գտնվում։ Հիմա մենք Բերթավանից մտել ենք, սենց գրունտավոյ ճանապարհով եկել ենք ասել ենք։ Ես կխնդրեմ մեր օպերատորին որնա ցույց տա։
Սահմանը մեզանից մոտ մի 200-300 կիլոմետրի վրա է։ 200 մետրի վրա։ Սա Ադրբեջան, Արմենիա։ Ինքը ստեղ ենք այս Բերթավանի ամրոցը։ Հիմա իսկական տեղն է որ հարցնեմ, խի որոշեցիր ստեղ վերես մեզ։ Որովհետև սահմանամերձը ու շատ մոտիկ է հակառակորդի սահմանին, ու մենք ունենք նման արժեք, բայց Խաչի գյուղ հասնելն է դժվար։ Ստեղ շատ արագ է տեղի ունենում այդ, հա, ստեղ ավելի շուտ կհասնես, քան այնտեղ։ Համել ինքը նախ առաջինը մենք ենք շատ մոտիկ սահմանին, երկրորդում ունենք sense արժեք, որի մասին շատ քիչ է խոսվում ու հետեւաբար մենք որոշեցինք սա նկարենք։ Մի հատ ինձ ասա, դու ինչ գիտես իր մասին։ Մենք որ sense հերվից մի հատ անցնենք։ Նախ ոնց է կոչվում, եկեք անունը ֆիքսենք, որ ժողովուրդը իմանա։ Ղալինջակա։ Հա, Ղալինջակար, հա։ Հիշում ենք, Ղալինջակար կամ Բերթավանի ամրոց։ Հա, մեկ էլ կարամ ասեմ, ինչպես որ երևի Ծովագյուղում էի ասում 11-րդ դարի ամրոցը, առաջարկում եմ մոտենանք, այնտեղ էլի մի քանի բան կա հետաքրքիր, որը կարելի է ցույց տալ, ներսից դուրս եկող տենց հատվածներ կա շատ հետաքրքիր, գնանք, ցույց տանք, համել ստեղից որ նայում ես երևում է, չէ՞ որ լավ պինդ ամրոց է։ Դե 11-րդ դարից մինչև Բացի այդ ոնց հասկացա իր պատմության մեջ կար իր անառիկության այդ անուն, այսինքն Ղալինջա նշանակել է կողպեկ, ինչ էր նշանակում, կողպեկ, այսինքն տենց ապահով փակ իմաստն է ունեցել ըստ ամենայնի։ Չկարենան իրան գրավեն, տենց ինչ-որ։ Անառիկ է ինքը, կարելի է ասել, որ անհնար է եղել իրան գրավելը։ Համել պետք է հասկանանք, թե դա ինչ մեծ բարձրունքի վրա է գտնվում ու ցանկացած մեր լեզվով ասած դիվերսիոն խումբ մոտենալուց նրանք անպայման կնկատեին, ստեղից անգամ երևում է կարանք ուշադրություն դարձնենք այն պուճուր ֆորտոչկեքին, դրանք եղել են այդ ամրոցի դիտակետերը, որտեղից զինվորները նայել են հակառակորդի, այսպես ասած, շարժին, եթե ինքը գոյություն ունեցել։ Բայց եթե ինքը 11-րդ դար է, ուրեմն հակառակորդները ովքեր են եղել այն ժամանակ մեր։ Ասում են, որ ինչ-որ լեզգիներ, ասետինի, չէ՞։ ալաններ, Օսեթիանա, հարավային թե հյուսիսային։ Հետո ասեցին, որ այստեղով գետ է հոսելուց եղել, որը հիմա հունը փոխել է, ուրիշ ձև է հոսում։ Ուրիշ ձև է հոսում։ Ժամանակին գյուղը այս կողմն է եղել։ Ստեղ ա եղել, հիմա տեղափոխվել է այդ խոնավության բան ինչ-որ պատճառով, գետի հունի պատճառով տեղափոխվել է այնտեղ։ Հա, եթե չեմ սխալվում, մեկ էլ խոսակցություն կա, որ երբ ամրոցը եղել է շրջափակման մեջ, ներսից ինչ-որ ելք է եղել, թաքուն, որտեղով որ մարդիկ կարողացել են իջնեն գետի ափին ու ջուր բերեն ամրոց։ Հիմա կակրած կմտնենք ներս կտենանք դա այդ թաքուն վայրը, որտեղով որ իջնում էին, դա գոյություն ունի հիմա, թե չէ։ Ինձ թվում է, քանի որ դարեր են անցել, երևի ինքը ինչ-որ ձև հիմա լցված կլինի, հա, փակված կլինի, բայց համենայն դեպս ինձ թվում է այդ Կամ էլ կարա զարմացնի ու այսպես պահպանված լինի։ Կամ պահպանված լինի, հա։ Հիմա մուտքի մասը ինձ թվում է կլինի էլի կտեսնենք։ Հետո երբ որ խոսում էինք այս գյուղի բնակչի հետ, ասեց, որ ստեղ ժամանակին Աշոտ երկաթն է թաքնվելուց եղել, երբ որ ցլիկ ամրամն են իրան փնտրում։ Ճիշտ է։ Ինչն էին փնտրում։ Ցլիկ ամրամներ իրան փնտրում։ Ցլիկ ամրամներ իրան փնտրում։ Ասում եմ ինչներ փնտրում։ Ինչն էին փնտրում։ Ամենայն դեպս մեզ ասացին, որ Աշոտ երկաթը ստեղ ինչ որ պահի թաքնվել է, որ մշակի ինչ որ ծրագիր վերադառնալու համար։ Ես կխնդրեմ օպերատորին, եթե հնարավոր է ֆիքսեք մեր Հայաստանի Հանրապետության դրոշը ոնց է սիրուն ծածանվում։ Մի հատ արի հիշացնենք էլի մարդկանց, արդեն շատ երկար ժամանակ անցավ։ Զուտ, եթե մինչև հիմա չեք հետևում մեզ, պաուզա տվեք, այնտեղ subscribe
Սկսեմ։ Ակնի ես ասեմ, ուրեմն անպայման լայքը դնում եք, գրանցվում եք, մաքսիմալ տարածում եք, որովհետև իմ կարծիքով սա այս այն կոնտենտներից մեկն է, որ անպայման պետք է դիտել եւ կիսվել ձեր բարեկամների, ընկերների հետ։ Ու կսպասենք նաեւ կարծիքների կոմենտներում։ Անպայման։ Այո, անպայման կոմենտ։ Ով ա եղել այս բերդում։ Հա, կոմենտներում գրեք թե ով ա եղել ստեղ ու կոմենտներում կարող գրեք նաեւ ով ա պլանավորում գա ստեղ։ Ու եթե դուք չգիտեք ոնց գաք, այդ Իրանին որ դիմեք ձեզ կբերի կհասցնի այստեղ։ Այդ հաճույքով։ Որովհետեւ Տիրանը առանց սահման սիրում է այս ամեն ինչը, հետևում է ու փորձում է նաեւ զարգացնել։ Այ Միչայլոց, այն որ ասում են by the way մի հատ բան Հաջորդը կլինեք դուք, չէ՞։ Սկիմերը տենց ինչ-որ մենք ունենալու ենք էլի տեսանյութ հատուկ ասեմ որ սպասեք Տիրանի հետ առանձին այդ ժամանակ քեզ է կհրավիրենք Արտուր ջան հուսով եմ ժամանակ կհատկացնես կգաս Տիրանի հետ ուզում ենք Տավուշի շատ սիրուն տեղերում լինենք որովհետև ինքը այն մարդն է որ լիքը տեղեր է բացահայտել Տավուշում չբացահայտված վայրերը հա ու հատուկ մեր հաղորդման համար կգանք այստեղ Տիրանը մեզ կտանի կնկարենք մեր տպավորություններով կկիսվենք մարդկանց հետ Ես ներկա կուրսը Вас вообще ничего не смущает? Ես պարտադիր դերեդ եմ։ Ճանապարհին մի հատ էս բոց եղավ, երբ որ Արտուրն ասում է, եթե ես կամ, ուրեմն Արամը հետս է, այդ Արուսի ու Մուրադի կարգավիճակում, դու քեզ այդտեղ ներառ։ Լավ։ Հիշեցնեմ, բաժանորդագրվում են Գիտակերտին ու առանց սահմանի։ Իսկ հիմա շարունակում ենք, տեսնենք Ինչ մնաց այստեղ։ Այո, տեսնենք Իսկ կարակ մի Հա, այստեղ չգիտեմ ֆիքսեցի թե չէ, բայց փոքր թաքս տոկա հնարավոր է պահես նախքին ու հնարավոր է այն ելքը դեպի գետ, որը կա, գետի մոտ գնացող ելքը։ Շատ հնարավոր է։ Բայց Այս այն տեղերից է, որ ջուր են լցնում, հա, այս որ մարդիկ չկարողան մոտենալ։ Լավ, հիմա պատմություն սիրողների համար, Արտուր, այս որ դարի խաչը։ Ախ, ուզում եի ասել 7-րդ, 8-րդ դարի, բայց 11 Չէ ինքը կարա 7-րդ դարում արված լինի, այդ կարիկատորով ուղղակի պատածավն են, դա էլ է հնարավոր։ Զուտ մթնոլորտի ու իմ Աշուշենյանների հիման վրա, ասեմ 7-րդ, 8-րդ դար։ Հա, մեկը կարանք մեր ժողովրդի մի բան խնդրենք, որ աղբը մանավանդ sense տեղերում չգցեն, ու вообще պլաստիկը։ Ամոթը էլ է։ Հա։ Եկեք մի հատ հասկանանք, օրինակ ստեղ ինչ տեսակի աղբ կարա լինի։ Պլաստիկի թղթի մասին չի խոսքը։ Իրան որպես օրինակ բաժակ կամ չգիտեմ, ինչ կարա լինի ստեղ։ Դե ցանկացած բան, քանի որ այստեղ մարդիկ են եղել, ցանկացած բան կարա լինի։ Ոչ հայրենասեր մարդը եթե անցնում է, այդտեղ կարա լինի Հեռախոսի զաշիտնի ստիկլը։ Ասենք խի։ Շշեր կա, Բայց արի որ տենց առաջարկում ես, արի գոնե որ մենք եկել ենք, այն ինչ որ տեսնում ենք հավաքենք։ Իրանք եկե հասել են 200 մետր այս սահմանից հեռու նստել են այս սրա համար։ Այս սրա պատճառով Երբ որ սա խմում եք, երբ որ սա խմում եք, պարտադիր չի շպրտել հատակին։ Կարելի է աղբամանը նետել։ Այստեղ մի օր կգա ձեր կարող է երեխան։ պակետ լինի հավաքենք։ Կարելի է ստեղ միտեղ Բայց այս արած մարդիկ հետո կասեն պետությունը հարկեր է շատացնում, պետությունը էս, պետությունը դու ես, մաքուր պահի։ Ես նես պայմ չերևա ինչ են գցել, բայց տխուրա որ գցել են։ Լից հարց, Արտուր, 3 հատ ամրոց ասա Հայաստանում, որ եղել ես ու հինա։ Որ եղել եմ, ցավոք սրտի ամբերդում եմ եղել, մեկ էլ ստեղ եմ եղել։ Բայց սրտի ամբերդում ես եղել։ Որովհետև ես ասում ես 3 հատ որտեղ որ եղել ես, ես 2 հատ եմ ասում, երկրորդն նոր եմ գալի, ես մնացած ամրոցներում։ Օ, մեկ էլ Քաջարանում մի հատ ամրոց կա, Բագաբերդա կոչվում այդտեղ եմ եղել։ Հա, 3 հատ եղավ, լավ, 3 հատ եղավ։ Իսկ մասշտաբով սիրունությամբ պահպանված լինելով Ամբերդը նոր ոնց էր անունը Ղարինջաքարը ու նոր բանը Բագաբերդ Այդ լավ հետաքրքիր միտք առաջացավ կարս դու քո հաղորդումների հա այդ կարճ վիդեոների մեջ անդրադառնաս Հայաստանում այդ ձև պահպանված ամրոցներին հավաս չեմ կարող որովհետև բացի 3-ից էլի կար ես ինչ Սամբատաբերդը Տավուշում շատ կար Տավուշում նամանավան շատ մենք կլինելու ենք մենք կլինենք չէ ամրոցներում կարելի է մի հատ ցուցակ գրել ամրոցների որոնք որ գտնվում են Տավուշի մարզում ու այդ մի քանի օրը որ մենք անցկացնելու ենք ստեղ բոլորը գնանք նկարենք Բոլորը մի քանի օր չենք հասնի, բայց նո որը որ հնարավոր է լավ լոկացիա գիտեմ չի էլի տարբեր տեղեր են ու ոնց որ հնարավորինս մոտիկ լոկացիաների մեջ գտնվողները մի հատ բերդ կա մականաբերդը
Այս 3 Մահկանաբերդ է 3 տարի է մեր ակումբով օֆրոդի փորձում ենք գնանք այդտեղ ու չենք հասնում։ Ինչից է ռելիեֆը թույլ չի տալիս թե։ Դե ամեն անգամ կա տարբեր եղանակային պայմաններ, Փոխվում է ամեն։ Հասկացա։ Գետի հունին հակառակ են գնացել մարդիկ։ Մեկը դե խնդիր կա, էլի չես հասնում։ Դժվարամատչելի տեղ է շատ։ Եկեք բարձրանանք։ Հասկացա։ Մի անգամից իմ աչքով մեր պատմական մշակութային արժեքը, որը որ տեղակայված է Ադրբեջանի սահմանին։ Ուսա։ Այս երևի են փոստան դες դուսր գալ։ Ապես մալադես։ Կիսա հայերեն, կիսա ռուսերեն։ Իմ նման են խոսում երևի։ Իմ նման խոսա, կարող է ես եմ եղել։ 2013 Բայց դժվար դու Լ։ մոգիկացի։ Ես ենթադրում եմ, որ այս post-ն էլ որ մեզ ասեցին, որ տենց post է եղել, որ գաղտնի ճամփա է եղել դեպի գետ, երևի այստեղով է անցնելուց եղել։ Երևի ամենայն հավանականությամբ հա տենց է։ Ինձ ուղղակի հետաքրքիր է, այ այս աստիճաններով ոնց կարելի է հասնել այ այնտեղ։ Առաջարկում եմ փորձենք։ Եկեք։ Եկեք, ոնց որ Օ, ես կարամ ասեմ ոնց է եղել։ Դուք հիմա ասենց չեք կարանալու հելնեք, բայց տեղի այս բանը կոտրված է աստ։ Եկեք լավ բարձրանանք մի հատ ցույց տանք ինչա կատած։ Ահա։ Պետք է լինել զգույշ։ Այստեղից հետո Ստեղից երևի աստիճան է եղել։ ստեղ էլ հնարավոր եղած լինի, ուղղակի քանդվել է։ Ուրեմն սենց է ստացվել։ Հելել են նկարելու, ընկել են հեռախոսի պատյանը ջարդվել է, հանել են ու գցել են։ Հա, քանը ու շպրտել է դա, ճիշտ։ Բայց այս ամեն ինչի մեջ այս անդորը նենց հանգստացնող է։ Հա, Քամին լսում ես։ ես մտածում եմ Չհաստեն արեպատերը, չէ՞։ շատ հետաքրքիր տեղ է։ Ըստ ամենայնի այստեղ էլ են աստիճաններ եղել։ Հա, այդ էի տալել ասում են վերև։ բարձրանալուց։ Ստեղ էլ են աստիճաններ եղել, որոնք երևի։ Բայց անգամ եթե այդտեղ աստիճան է եղել, հիմա հարց է առաջանում։ Չնայած ես երևի վերադառնում եմ քո հարցին այն առումով, որ ոնց են այս անցքերից որտեղ են կանգնել, որ Հասել ընդեղ ու էլի գրել։ հա, Նայեք այստեղ Ոնց է։ որ ուշադիր նայեք, ոնց որ քանդված աստիճանների ուրվագծեր լինեն։ Ըստ ամենայնի սա ինչ որ պահի քանդվել, ռեստավրացվել է, որովհետև քարերի մի մասը ոնց որ հա, ճիշտ է։ փոփոխված Համել պետք է նաև հաշվի առնել են, որ սենց նայում ես, դավ, լսում ես։ Ստե այս մասը դեղին է, իրա քարերն է, այս մասն էլ է սենց ուստեղ կարմիր է, տակը մանր քարեր է վերևում։ Նույնիսկ եթե նույն քարից լինի, իրանք տարբեր ժամանակ են արևի տակ մնացել, մեկը գույնը փոխել է, մեկը չէ։ Ինձ թվում է այս ներքևի մասը, որ ուշադիր նայեք, ցեմենտով է արած արդեն, այս երևի վերջին ժամանակներում է դա արվել։ Չէ, ցեմենտ չէր, բայց ոնց որ բաներ այդ։ Այս սրանից, այս նույնից Ես անկեղծ մտածում եմ, որ ինքը ավելի մեծ բերդ է։ գրաշաղաղ ձվով բանով տենց համադրել են։ Հին ժամանակ են ձվով։ Հին ժամանակվա մասին չի խոսքը, ես ասում եմ, վերջերս հեսա, հա, ստե բան է, նու ցեմենտի ավելի շատ բան է։ Տեսեք, ստեղ այդ նույն ձեր ասած գրաշաղաղ ձվով որ արել են, ստեղ բան չի երևում, հա։ Իսկ այստեղ հեսա, այսքան տեղը երևում է, որ ցեմենտ է արած։ Բայց ինձ թվում է այս եղել է որպես տենց հիմնական սենյակ, բայց այդ կողքի խրամատատիպ հատվածը եղել է, որ տենց առաջի լինիայի պես է եղել, ըստ անհրաժեշտության։ Հետո եթե կարիքը լիներ, կմտնեին արդեն ներսից կշարունակեին։ Հա, Դե փաստացի Փայտից էլ ինչ որ բան սարքածել են, բարձանան վրան։ Դա լավ հնարավոր։ կարա լինի, հա։ Կոնստրուկցիա ավակեն փայտից։ Ցավալի է, բայց 11-րդ դարի այս ամրոցի պատերին մեծ մասը 21-րդ դարի փնթիների գրվածքներ են։ Նայես, այս ինչ տեղ է։ Դա քիրա չէ։ Այս հնարավոր է ինչ-որ պայստի պես է եղել, հնարավոր է։ Բանն է եղել, փետը մտել է, ռուշկեն քաշել են, փակե։ Զադվիշկա եղել է։ Հա, զադվիշկի ինչ որ բան է եղել։ Առաջարկում եմ գնանք գյուղ։ Ես առաջարկում եմ այն ցելոֆոնը մի հատ լցնենք նոր գնանք գյուղ։ Հա, հա, բան անենք։ Եկեք սարքենք բարի ավանդույթ, սրանից հետո որ գնանք այսպիսի տեղ։ Ախ, խնդիրը բարի ավանդույթի մեջ չի, սա Մենք էլի կանենք խոս։ Պետք է լիներ, որ մենք ավանդույթ Դե հիմա մենք ունենք փաստեր։ Փաստ։ Ես ուզում եմ մի հատ բան պատմեմ։ Մի անգամ
Ղալթախ ենք բարձրանում, դե գիտեք, սենց սարը չէ, մոտավորապես մի 3 կիլոմետր։ Բարձրանում ենք ու ընթացքում այնքան աղբ կա թափված, որ արդեն գիտեինք, որ շատ աղբը ու հետներս պակետներ էինք վերցել, ես էի ու Վարդան էր, այդ աղբը հավաքելով հելնում ենք վերև ու արդեն սենց մեջոկները պրոստը քաշում ենք սենց հետներս ու մեկ էլ մի հատ ընտանիք է իջնում, Տարողունակ։ հա, տարողունակ հայրիկ է իր երեխաների հետ, մեկ էլ տենում է սենց համ, երեխեք ջան, եկեք տեսեք ինչ լավ գործ են անում, եկեք։ Սենց գալիս են սենց ցույց է տալի բանը անում, մենք էլ են տրամաբանությունն է մեր մոտ, որ հեսա երևի երեխեքին ասելու է, տեսեք սովորեք, եկեք դուք էլ օգնեք հավաքեք, որ գործը թեթև լինի։ Հա, եկավ սենց ասես, տեսեք ինչ լավ գործ են անում, աղբ են հավաքում, ասում է, ուրա ձեր են շուշերը կա, տվեք, գցեք, վերեք գցեք սա բանի մեջ, սենց պակետի մեջ գցենք, սենց համ, այն վերևն էլ է մնացել, հետ էլ վերցեք բան, սենց ու իջավ ներքև։ Վերևն էլ ենք թողել։ Հա, վերևն էլ սենց նայում ենք իրար, էս ինչ է կատարվում։ Երևի մտածում են տենց աղբի գործ եք անում։ Երևի, հա։ Դելատուր։ Իսկ հիմա անցանք մեր բուն պրոցեսի։ Ես կպահեմ։ Գարեջրի շիշ։ Անկեր, ես մենակ պլաստիկն եմ հավաքում։ Ես էլ ալյումինը։ Աղբի տեսակավորում ենք անում։ Հա։ Օրը համարյա ավարտում ենք, երկար ճանապարհ ենք եկել, Բերթավանից հասել ենք Գանձակար։ Երևանից մեզ թողեց գնանք, որովհետև ասեց հասել եք մի հատ Գանձակարի տալաշ չուտեք ախպեր, որ նոր գնանք։ Բլեջ, ծիպո։ Ջուր, շնորհակալություն։ Ոյ, աղը ցանեց։ Փեշն են ուտելու, հա։ Բաստում է դնում։ Փեջն են գուտում։ Ես առաջարկում եմ բոլորդ հավաքվեք այս փեջի կողքին։ Ես կարամ կոմենտներ պրոստա անել։ Իհարկե, դու կարաք հարցեր տակ ու այդ հարցերը շուրջ խոսանք։ Ես մի հատ հարց տամ, էլի։ Արդ վերջի անգամ երբ ես արել ես ձևի գործողություն։ Սենց 2015-6 թվերին երբ որ Աբովյանում էի ապրում Քերրենցստանը, Քերրիս ընկերների հետ իրանց գարաժում հաճախ էր նման միջոցառումներ տեղի ունենում, մանավանդ ձմեռը այս եղանակներին գինիով տենց գալիս էինք, նստում էինք, կարտոշկա էինք կլպում դնում, կտրում դնում փեջի վրա գինիով նստում, ինչ-որ հարցեր էինք քննարկում։ Իսկ ինձ հարցեր տալիս էիր։ Իմ ամենալեգենդար հարցը, որ ես տպավորվել է իմ մեջ այն առումով, որ մեծերին տամ, դա եղել է այն, որ Պարույր Սևակը ապրել է նույն մարզում, որում որ ես եմ ապրում, Արարատի մարզում։ Զանգակատուն։ Այո, ոչ վաղ անցյալում մահացած մարդ, հա, հարցնում էի, օրինակ ասում էի մեր մեծերին, որ դուք մի մարզի մեջ իրար հետ ապրել եք, էլի, իսկ ինձ եղել է ցանկություն ունենաք, օրինակ գնաք, տենաք, ինչ-որ հետաքրքիր հարցեր բանտակ, ոգևորված պետք է լինեք, էլի, որ ձեր մարզում է ինքը ապրել ու ոնց որ ձեր բան, զեմլյակն է։ Այ ախպեր, սենց ինչ-որ վիճակներ էր լինում, բայց ես վստահ եմ, էլի, որ հիմա տենց ինչ-որ բան լիներ, մենք հաստատ գնալու էինք, հարցեր էինք տալու, անգամ մի քիչ բան անեմ, չափազանցրած ասեմ, որ կարողա տանդեմից այնքան չգնայինք, միջև այդ մարդուն տենայինք ու մեզ ուզող հարցերի պատասխանը տա։ Բայց դու չես կարծում, որ այդ մարդիկ իրանց մահվանից հետո են ավելի պոպուլյար եղել, քան թե։ Չէ,
Չէ, հաստատ չէ։ Իրանք իրենց ժամանակում են շատ մեծ բան ունեցել, հայտնիություն ունեցել, նույն Շիրազը, նույն Պարույր Սևակը, Սիլվա Կապուտիկյանը, Համոս Ահյանը։ Արդ իսկ ես տարածաշրջանից որ այսօր ստեղ ենք։ Հա, ինչ որ հայտնի տենց դեպքում ես հիշում։ Երևի հələ մի վարքյան մտածեմ ասեմ։ Հիմա Google արեք էլի։ Վանոն Սիրադեյան։ Արտուր բանն աստեղից։ Բայց ինքը Շամշադինից այն ռազմետչիկը որ կա։ Հա, ինքը ուրեմն ռազմետկայում ա եղել, գնացել է Թուրքիա։ Թուրքիայում ուրեմն Պարլամենտում այդ падգամավորին հանում են իրան են դնում տեղը, այնտեղ արդեն մարդիկ են, որտեղ շատ նմանով ոչ մեկ չի հասկանում, որ ինքն է։ Կնիկն է հայ առնում։ Ճիշտ է, նայել ես էլի սա։ Կնիկա հայ առնում, արդեն իրան վերբով կային արել ոնց որ, ու ինքը բացի նրանից, որ ինքը մնում այնտեղ, ինքը հələ ընտրություններին է մասնակցում, աղթում է այդ ընտրությունները։ Ես սկզբից գիտեի, որ ինքը այդ պատմությունները կարող սուտ հա չափազանցած է, դե մենք հայրս սիրում ենք տենց բաներ, բայց հետո ուրեմն մասնակցում էի համահայկական ֆորումին, ֆորումից հետո որ իջնում, այնտեղ կադրներով կա, որ մի հատ կին է ինձ մոտիկանում։ Այդ կինը սենց սկսում է մի 60-70 տարեկան կին է, չէ, ավելի մեծ կներ երևի։ Ասում է շնորհակալություն, ասում ինչի համար, ասում է որ իմ բանը հոր մասին պատմել եք։ Ասում բայց ձեր հերով է, ու էլի անունը տալիս եմ առած։ Սմբատ Խոջան, հա։ Ասում ինքով է, չեմ հիշում, դժվար է իմ համար։ Ասում են ռազմետչիկը բան էս, ասում ասի այդ սաղ ինչ պատմել եմ ճիշտ է, նյութերը մենակ էտեր։ Ասում է հա սաղ ճիշտ է, դաժե ասեմ ավելին, իր ավտոբիոգրաֆիան դրեց եւ այլ։ Հիմա իրականում դուք որպես ռեժիսորներ բան լավ կներ, մի հատ լավ կինո նկարեիք իր մասին, որովհետեւ խոսքի աշխարհը այդ Ջեյմս Բոնդը չկա էլի այդ ֆոնի վրա դրդով։ Իրականում այս ձև ու նմանատիպ ինֆորմացիաներ դուք կարող իմանաք, եթե հետևեք տղեկի կանալներին։ Մեկը մտքարան, մեկը գիտակերտ։ Եվ չմոռանանք ասենք, կա եւս մեկ երրորդ ալիքը զգուշ չվառես։ Երրորդ ալիքը, որը որ բավականին մեծ հետևորդների քանակ ու դիտումները հավաքում այս պահի դրությամբ, մտքարան ակադեմիա է կոչվում տակի գծիկով։ Պարտադիր դրան էլ գրանցվեք եւ հետևեք։ Եթե ուզում եք իմանալ հայկականության համար մի բան ավելի։ 4 օրվա մեջ 50,000 հոգի մարդ ավելացել, կարող լինեք նաև դուք։ Իդեպ հիմա հետաքրքիր կլինի, մտեք տեսեք ինչքան է, 4 օրվա մեջ 50,000 էր, Այս պահին 50,000 է։ Հիմա 2 շաբաթ արդեն անցնելու է։ Եթե 100,000-ն անցած եղանք 2 շաբաթ հետո, Արամը մեծ հյուր է գալիս առանց սահմանին, ու իր մասին ենք արդեն հաղորդում նկարում, մի օր իր հետ ենք անցկացնում, ավելի հետաքրքիր ավելի արդար կլինի իրականում։ Հա, այդ ավելի արդար։ Որովհետև այն տեսանկյունից, որ արդեն ոնց որ ինչ-որ հայկական բան արդյունավետ ինչ-որ երևի, արդյունք կլիներ ինչ թվում։ Այսօր ամբողջ օրը Արամը մեզ հետ է եղել, չգիտեմ ինքը բավականություն ստացել է թե չէ, բայց մենք իրականում բավականություն ենք ստանում, որովհետև հասկանում ենք, որ Հայաստանում մարդիկ կան, ովքեր որ զարգացնում են այդ ալտերնատիվ կրթությունը, որովհետև բաներ են բացահայտում, որ դպրոցական դասագրքերում չկան։ Մեզ հետաքրքիր է, կարծում եմ ձեզ էլ է հետաքրքիր։ Դե ինչ ավարտվեց եւս մի հոյակապ օր, ավարտվեց բավականին հագեցած, շատ հետաքրքիր, ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել Գիտակերտին, Արտուր։ Շնորհակալություն ձեզ, Արեն ջան, Դավիթ ջան։ Իսկ ինչ է մնում մեզ ասել։ Պետք է վերջում մի հատ որպես ամփոփում լսենք Արտուրի կարծիքը այսօրվա մասին։ Իրականում շնորհակալ եմ ձեզ հրավերի համար։ Շնորհակալություն, որ միջև այդ հանդիպեցինք, իրար հետ նստեցինք, տենց երկար զրուցեցինք, համ իրար նորմալ ճանաչեցինք, համ էլ հասկացանք, թե կոնկրետ ուր ոնց պետքա գնանք։ Ձեր շնորհիվ ես վերջապես փոկվա Երևանից ու գնացի ինչ-որ հեռու տեղ, սահմանամերձ գյուղ, տեսնեմ, զգամ եւս մեկ անգամ ու հուսով եմ այս վիդեոն նայող մարդիկ կմոտիվացվեն, կհետևեն մեր սեփական փորձին ու կգան, կտեսնեն, թե ստեղ գյուղու մարդիկ ոնց են ապրում, կգնան, կհետաքրքրվեն, կտեսնեն մեր արժեքները, որոնք որ մենք ունենք, մեր պատմությանը, մշակույթին, որը ցավոք սրտի մեծամասնության կողմից անտեսված է։ Այսքանը։ Մերսի, որ դուք դիտում եք մեզ, նաև շնորհակալություն, որ հետևում եք մեզ, կարող եք վերջում նաև ձեր կարծիքները թողնել, իսկ մենք էլի սենց հնարավորություններ կստեղծենք, էլի հետաքրքիր տեղեր կգնանք, հանդիպենք, ինչ-որ խնդիրներ բարձրաձայնենք կամ Հայաստանի հետաքրքիր վայրերում լինենք, որոնք անտեսված կամ մոռացված են։ Իհարկե, օգտվելով կներես, օգտվելով առիթից ուզում եմ
Ձեզ առաջարկեմ իրար հետ թեմա մտածենք ու գիտակերտում կոլաբորացիան ընկերեք հոգով հետաքրքիր վիդեո նկարենք։ Կարծում եմ խնդիր չունենք, չէ՞։ Բացարձակ։ Լավ, իրար հետ կմտածենք հետաքրքիր թեմա, էլի քաղաքից դուրս կգնանք ու կնկարենք։ Այո, իսկ եթե դուք չեք ուզում ոչ մի նման թողարկում բաց թողնել, ապա բաժանորդագրվում եք մեզ YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Գիտակերտին եւ առանց սահմանի։ Մինչ նոր հանդիպում։ Մինչ նոր հանդիպում։ Գոհերներ, պետք է ասել մինչ նոր հանդիպում։ Պարտուրի զգացողություն 0։ Լավ դե։ Հելանք ռակուրս։ Ռակի կինոն կուրսի եք։